Այսօր վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները շարունակեցին իրենց հերթական երթը։ Այն սկսվեց ասպարեզակումբից եւ հասավ մինչեւ Արթիկ։ Երթի նպատակն էր մեծացնել բողոքի ակցիայի մասնակիցների թիվը։ Խնդրի մասին տեղեկացնել նաեւ Շիրակի մարզի մյուս տարածաշրջանների բնակիչներին, որպեսզի վերջիններս էլ միանան ակցիային։ Մեր հայրենակիցները տեղյակեղնին մասնակցեն, իրանք էլ իրանց իրավունքները, իրանց հարցերը բարձրացնեն։ Կոչ ենք անում Արթիկի բնակիչներին թող միանան, ովքեր ունեն նման խնդիր։ Քաղաքապետարանի մոտ վարորդները հավաքվեցին, նրանց միացան նաև Արթիկյանի բնակիչները, ովքեր նույնպես իրենց դժգոհությունը հայտնեցին կառավարության որոշման դեմ։ Ես իշքեն են ժողովրդի գալուխը, մինչև վերջի կապեք գերմաններից քանեն։ Իմ ընտանիքը հաշվանդամ ընտանիք է, ու այսօրվա դրությամբ Վրաստանից մաշն են, մեր մուզել ենք Հայաստան, ու իշքեները Հայաստանում, հռաստամոշկեն իշքեները, գոնե մեկ քիչ այդ գների արժեքները կչեցնեն, որ մենք է կարանանք հռաստամոշկային ենք։ Ժողովրդի հետ մեմ արդեն նման մի պայքար եմ այս կառավարության սխալ օրենքի դեմ, որ նստել են ժողովրդի վազին ու սխմեցնում են, որ ժողովուրդը չաբրի։ Վարորդներն իրենց բողոք նամակները նախատեսել էին Արթիկում հանձնել Շիրակի մարզից ընտրված падգամավորներ Մխիթար Վարակյանին եւ Արծրուն Աղաջանյանին։ Բողոքները ճիշտ է ուղարկվել են պատվիրված նամակներով, բայց երթի մասնակիցները այդ նամակները հանձնելու են իրենց գրասենյակներին։ Բայց падգամավորներին հանդիպել չհաջողվեց։ Մխիթար Վարակյանին ուղղված նամակը հանձնվեց Արթիկի քաղաքապետարանի գլխավոր մասնագետ Ղուկաս Ղուկասյանին, որ վերջինս նամակը փոխանցի падգամավոր Մխիթար Վարակյանին։ Երկրորդ անգամ ենք գալիս, որ հիշեցնենք պատասխանի համար։ Ընտրում ենք մեզ պատասխանել։ Եղավ։ Իսկ Արծրուն Աղաջանյանին հասցեավորված նամակ կոչը հանդիսավորությամբ փակցվեց падգամավորի գրասենյակի դռանը։ Արթիկից հետո երթը շարունակվել է մինչև ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանի կուսակցական գրասենյակ։ Հենց այդտեղ էլ եւս մի նամակ հանձնվել է պատասխանատուին։ Ցայք հեռուստաընկերություն Ազդարաշ։